Դու քաղցած չես։ Բա ինչ է։ Շատ։ Ես Անուշն էլ ստեղ չի։ բա հիմա ինչ ենք անելու։ Այն հայկական սերիալներ կան, չի միշտ այդ դասական, բա հիմա ինչ ենք անելու։ Բա ինչ է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ես գիտեմ։ Բա այսօր ինչ ենք Քանի որ պատրաստելու։ ինչպես դասական սերիալներում այդպես մեզ մոտ մեր գործընկերը շատ սիրելի սցենարիստ Դիանան մեզ հուշել է, որ այսօր խոհանոցում չկա Անուշը, բայց կա մեր շատ սիրելի ընկեր եւ հիանալի շեֆ-խոհարար Արթուր Սահակյանը։ Որի մասին արդեն մենք կիսվել էինք։ Բարի լույս Արթուր։ Բարի լույս ձեզ, ինչպես եք։ Հրաշալի, ինչպես ես դու, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ տրամադրությունը։ Ինչ ենք այսօր պատրաստելու ենք տաք ու տեստ խավարտով եւ աղցան։ Համ Անուշի տեղն եմ աշխատելու, համ ինտեղ, որ հասցնենք պատրաստենք։ Եվ շատ առատ է մեր սեղանը բաղադրիչներով։ Այո։ Մենք այսօր կպատրաստենք իշխանի ֆիլե, կտապակենք կարտոֆիլով, կարտոֆիլը, որը նախապես մեզ մոտ խաշված է, աղցանը կպատրաստենք սպանախով, բանջարեղենով աղցան եւ կունենանք մենք թանձրուկ արդեն ցկան համար։ Հրաշալի։ Ես հիմա կարող Պետք է շտապել, որպեսզի վայելենք։ Բայց չեմ կարծում, որ շատ ժամանակ է պետք լինելու։ Ժամանակի համար չէ, մեր արագ խոհանոց հասնելու համար էի ասում, որովհետեւ մենք քաղցած ենք։ Վայ, հա, շատ։ Մենք ձուկը հիմա արդեն ոսկրահանանենք։ Շատ արագ, հեշտ տարբերակ է սա։ Մենք ստանում ենք արդեն պատրաստի ֆիլեներ։ Մենք անցած անգամ պատրաստեցինք եւ այս բոլորը կարող ենք օգտագործել թե ապուրի մեջ, թե կարող ենք օգտագործել թանձրուկի մեջ։ Թանձրուկի մեջ գիտես ինչ տարօրինակ հայացք էր մեր մոտ, երբ որ Արթուրը այդ ամենը ձուկը կտրտում էր ու գլուխը բոլոր փշերը ավելացված լցնում էր միտեղ ու ասում էր թանձրուկ ենք մենք պատրաստելու։ Իսկ հետո բլենդերով հարել եք։ Այո, հարիչով այնտեղ որովհետև ես փորձել եմ մի անգամ ստացվեց։ Ծովամթերքն էին, մանրածովախեցգետինը, խեցգետինը, այդ ինձ համար տարօրինակ էր իհարկե պոչերը, գլխիկը ամեն ինչ մի անգամից հարում էին հարիչով եւ թանձրուկ էին պատրաստում, բայց դա բանջարեղենով տապակեցինք եւ ինչ եմ բաց թողել։ Վայ։ Տխրեցի։ Ոչինչ, մեր Facebook-յան էջով դու կարող ես գտնել կամ Instagram-յան էջով կարող ես հետևել եւ YouTube-ում եւս կարող եք հետևել։ YouTube-ում նույնպես, այո։ Մոռանում եք դրա մասին նշել։ YouTube-ը տաղուց կար մոռացել եմ նոր մենք համոզում ենք։ Արթուր, սա քո հեղինակային բաղադրատոմսն է, թե որտեղից գիտենք այս բաղադրատոմսը։ Նայեք, տապակելը մենք տապակել եմ այսպես ուտելիքներ, բայց այսպիսի միքս պատրաստել է ուտելիքների, առաջ անգամ պետք է փորձենք, ինձ թվում է շատ համեղ կստացվի, որովհետև բոլոր բաղադրիչները համապատասխանում են մեկը մեկին։ Հիմա մենք անենք արդեն ձիթայուղ։ Ձկան ֆիլեն համեմեցիր քիչ առաջ։ Աղ պղպեղ։ Ընդհանրապես մենակ աղ պղպեղ եւ մի փոքր այստեղ ենք համեմում ձիթայուղով։ Ահա։ Եվ արդեն մեր տաք տապակին դնում ենք որ տապակվի։ Հիմա թերմոսները փոխենք։ Հիմա մենք պատրաստելու ենք խավարտը։ Սկզբի համար կպատրաստենք մեր տաք, ինչ տաք պիտի պատրաստենք, արդեն միջև կթողենք ձուկը մի քիչ հանգստանա, որ մենք կարող ենք համ տեսել, այդ ժամանակ մենք կպատրաստենք արդեն աղցանը թեթև աղցան է լինելու, այնպես որ շատ բարդ բան մեզ հարկավոր չի։ Մենք կարտոֆիլը հենց նույն տապակի մեջ ենք անելու թավայի։ Նախապես խաշել ենք, չէ՞։ Նախապես խաշել ենք, որովհետև ժամանակի առումով կարող չհասցնենք, որ մի քիչ երկար կլինի։ Դրա համար նախապես այսքանը բավական է։ Մեր ձուկը շատ պետք չի եփի, որովհետև Ինչքան արագ է պատրաստվում։ Այո, ինչքան քիչ եփի, այդքան մեզ համար ավելի լավ։ Եթե տապակը տաքացած է լինում թավան, պետք չի ֆրցնել, եթե ինքը կպնում է, որովհետև հենց
կեղև լինի, արդեն ինքը կառանձնանա։ Իսկ ձուկը շատ պետք չի տապակել ինչու։ Նայեք, եթե շատ տապակենք, ինքը արդեն կչորանա, մեզ պետք է հյութեղ լինի։ Չենք ասում հում թողենք, հում պետք չի թողել, բայց ինքը պետք է շատ քիչ, ընդամենը 5-6 րոպե, եթե շատ հաստ չի, ձուկը պատրաստ կլինի։ Իսկ ջեռոցում պատրաստելու դեպքում ինչքան կարելի է պահել, որպես Քանի որ ելիք չորանա։ ջեռոցը այս ջերմաստիճանը չի ապահովում, մոտ 15-ից 20 րոպե։ Նայած, եթե ինչ է բաղադրիչները, որովհետև բաղադրիչներից կապ ունի ինչ տեսակ է լինելու։ Հյութեղ կլինի, ավելի չոր կլինի։ Հիմա մենք կաստրուլյան դրեցինք, որ մենք պատրաստենք թանձրուկ։ Թանձրուկի համար մենք օգտագործելու ենք կապարներ, կապար, սերուսկ եւ արդեն լիմոնի քերուկ։ Այսի արդեն մեր թանձրուկի համար է հարկավոր։ Մաքրենք, մենք արդեն կարող ենք անցնել անուշի տեղը եւ աղցան պատրաստել։ Կարտոֆիլը։ Քանի որ կարտոֆիլը մեզ մոտ խաշված է, ինքը այնքանավոր տապակում ենք, որ խրտ-խրտան լինի։ Մեր ձուկն է համարյա թե պատրաստ է։ Հիմա կարող ենք կարտոֆիլին էլ աղբխբեղ ավելացնել, առանձին ավելացնել բոլորին։ Եվ կարող ենք թողել այսպես ինքը հանգստանա։ Հիմա կապարը լցնում ենք մի փոքր շոքե խաշում ենք իր հյութալի մասը, որ դուրս գա, հետո կավելացնենք արդեն սերուսքը։ Աղցանի համար մենք օգտագործելու ենք սպանախ։ Թարմ։ Այո, թարմ սպանախ մենք տրորելու ենք, որ փափկի ավելի։ Միջ այդ մեզ մոտ արդեն այնտեղ տապակվում է թանձրուկի համար։ Չենք կտրտելու սպանախը։ Ոչ, ինքը որ մենք հիմա ավելացնենք թանձրուկ մեր ձիթայուղը, բանջարեղենը լավ տրորենք, ինքը արդեն փափկելու է։ Ինքի հյութերը դուրս է գալու էլ հարկավոր չի լինի։ Այս կտրատել։ Ավելացնում ենք դդմիկ։ Ամենակարևորը բարակ կտրատենք, որովհետև մենք թարմ ենք օգտագործելու։ Դդմիկը թարմ ենք օգտագործելու։ Ես արդեն գիտեմ, սա իմ ամենասիրելի աղցանն է դառնալու։ Ջերմային մշակում չենք չի անցնելու, այնպես որ մեզ պետք է բարակ։ Փորձենք այսպես բարակ կտրատել եւ համեղ կստացվի։ Որովհետև ես սիրում եմ նմանատիպ բանջարեղենները ուտել։ Դդմիկը ինձ համար նորություն էր, որ անկեղծ լինեմ, հում դդմիկը։ Պարզապես մի քիչ Ես իրան ավես միշտ տապակած եմ ավելացնում սովորել էի։ Մի քիչ աղ եւ վերջ։ Շատ կարծած է գեղեցկոյին։ Այո, ես չեմ Արդեն հացել դդմիկ է նախաճաշում։ ուտում։ Վերջին մի քանի օրը ես նախաճաշում եմ, դա հիանալի բան է, գիտես։ Արավոտյան նախաճաշել է։ Մաղթում եմ միշտ նախաճաշել։ Իսկ դու նախաճաշում ես։ Մայրիկը դիտում է հիմա, խնդրեմ։ Իհարկե։ Ավելացնում ենք սերուսքը, ավելացնենք սերուսք մեր կապարներին, ավելացնում ենք մի փոքր աղ եւ օրեգանո։ Թողնում ենք, որ եփի, վերջում կավելացնենք լիմոնի քերուկը։ Լիմոնի քերուկը եթե հիմա ավելացնենք, կդառնա կատնաշոր։ Դրա համար պետք չի շուտ ավելացնել։ Կդառնա կատնաշոր։ Այո։ Սերուցքը կդառնա կացնաշոր։ Այո, ինքը թթվայինությունը կաթի վրա որ ավելացնում ենք թթվային բաղադրիչ, ինքը դառնում է կատնաշոր, եթե բնական է։ Եթե արդեն բնական չի, ոչ մի բան չի։ Անհասկանալի մի բան Ոչ մի կլինի։ բան չի։ Այո։ Չանում է ուղղակի։ Վարունգն են կտրտում նույն ձև, շատ բարակ։ Արդյոք իսկ աղցաններ պատրաստելու ժամանակ երբ ասում են մեկ բաղադրիչի ինչ ձևով կտրենք, ցանկալի է մնացածն էլ նույն տեսքն ունենան։ Միայն վիզուալի համար է ասվում, թե Ոչ մի վիզուալի, այլ ամենից պատրաստվում է դիտել մի բան, որը մի տեսք ունի, հարմար կլինի, որ մնացած բաղադրիչի լինի, բայց դա ասեմ միֆ է, բայց դա հարմարավետություն մի փոքր կա։ իրականում շատ կարևոր է, հատկապես այս շրջանում
թարմ աղցաններ վայելել, ինչն էլ շատ հաճախ խորհուրդ են տալիս մեր խոհարարները։ Հիմա առաջարկում ենք մինչև կպատրաստվի մեր թանձրուկը, վայելենք երաժշտություն։ Արտորը սերուցքի վրա ընդամենը լիմոնի քերուկ ավելացրեց, բայց մենք երաժշտական փոքր դադար ունենանք, բաց է մնացել է, երաժշտությունը մի տեսակ պակաս է այսօր մեր կյանքում, երաժշտություն լսենք, վերադառնանք ու ամեն ինչ կասենք, թե ինչ արեցինք։ Վերադարձանք տաղավար ու շտապենք արդեն խոսքը փոխանցենք Արտորին, տեսնենք թե ինչ ենք արել այս ընթացքում։ Արտոր, մենք ուր ենք հասել։ Մենք արդեն Դու ավոկադոն ես կարծես։ Այո, արդեն ավոկադոյի հերթն է հասել։ Մենք ավելացրեցինք բողկը մեր աղցանին։ Այսինքն սպանախը ճզմեցինք, որպեսզի մի քիչ այսպես հյութերն էլ ավելի արտահայտիչ լինեն, հետո դդմիկ կտրեցինք մանր, հետո վարունգ, հետո բողկը ավելացրեցինք։ Բողկը հիմա ավելացնում ենք ավոկադոն է։ Ավոկադոն։ Ավոկադոն ընդհանուր մատուցման հենց աղցանի վրա ենք մենք դնելու, գեղեցիկ։ Հիմա արդեն կարող ենք մենք սկսել մեր աղցանի համը։ Հիմա ավելացնում ենք բալզամիկ քացախ։ Ավելացնում ենք ձիթապտղի ձեթ, մի փոքր աղ, շատ քիչ և սև պղպեղ։ Մեր աղցանը պատրաստ է, վերջում ավելացնելու ենք քունջուտ։ Ինքը թարմեցնող աղցան է լինելու մեր տաք ուտեստին։ Հրաշալի, իսկ թանձրուկի համար ինչ ենք օգտագործել։ Բալզամիկ քացախ և ձեթ։ Չէ, թանձրուկի կարծես թե արդեն մեր թանձրուկներն է պատրաստ։ Սերուցքով։ Մեր սերուցքով թանձրուկի համար օգտագործեցինք կապար, սերուցք, լիմոնի քերուկ, աղ, պղպեղ և օրեգանո։ Եվ սերուցք թանձրուկը նույնպես պատրաստ է։ Այո, բոլորը պատրաստ են, հիմա մենք Ձուկն էլ է պատրաստ։ Բոլորը պատրաստ են, մենք հիմա սկսում ենք մեր մատուցումը։ Այսպես տեղադրենք։ Հիմա ավելացնում ենք կարտոֆիլները։ Ինչ լավ լրություն է, չէ՞, բոլորը քաղցած սպասում են, թե ինչ գեղեցիկ է Արտորը տեղադրում կարտոֆիլը։ Ու թե ինչպես ենք հանդելու այս գեղեցկությունը։ Ավելացնում ենք Կարտոֆիլը պատրաստի թանձրուկը։ Թաթախելու ենք թանձրուկի մեջ, հետո վայելելու։ Ես արդեն այնտեղ եմ հասել եւ վայելում եմ։ Կարծես թե դու էլ քաղցած չես։ Ես կշտացա արդեն։ Մեր թանձրուկն է։ Լցրեցինք այսպես։ Հիմա արդեն հերթը հասավ աղցանին։ Աղցանը հարմար լցնում ենք, որ բոլորին հերիքի։ Մնում ենք համ գեղեցկության և համ համի համար ավոկադոն։ Ավոկադոյի վրա լցնում ենք մի փոքր ձիթայուղ և անում ենք քունջուտ։ Եվ վերջ, մեր աղցանը տաք ուտեստով պատրաստ է, թող ենք արդեն համտեսել։ Հրաշալի։ Շնորհակալություն Արթուր, արագ, համեղ եւ շատ գեղեցիկ բաղադրատոմսերի համար։ Բայց անկեղծ շատ արագ, որովհետեւ միայն կարտոֆիլն էր, որ նախապես մենք խաշել էինք։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, որ այսօր մեր հետ եք ու նման հետաքրքիր բաղադրատոմս հերթական ներկայացրեցիք մեզ ու մեր սիրելի հերթատողներին։ Մենք մաղթում ենք բոլորիդ բարի ախորժակ, Արտուրին մաղթում ենք լավ օրվա շարունակություն։ Մենք շտապենք խոհանոց եւ երաժշտական բացը պետք է էլի լրացնենք։ Այո, երաժշտական բացը պետք է լրացնենք։ Գնացինք։